Գիտական շրջանակներից չի ստացվել ոչ մի գրավոր կարծիք հիմնավորում, որը կասկածի տակ առնի 24 գիտնականների ընդունած փաստաթուղթը, որի հիման վրա Երևանում իրականացվում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Որևիցե մեկը որևիցե հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ ծառերի փոխարինման ծրագիրը ժամանակավորապես կդադարեցվի եւ կսպասեն գիտական հակառակ կարծիքների։ Գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրենը նշեց Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված քննարկման մասին։ Հիմնական մեխանա էր, որ թեղիները այո սպառել են իրանց, թեղիները Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, որ թեղիները բերվել են Երևան հեշտ եւ արագ լուծում տալու համար եւ որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։ Հարկ եմ համարում նշել, որ այդ փոխարինումը կտևի առնվազն մի 10-20 տարի հաշվի առնելով Երևանում թեղիների մեծ քանակությունը։ Տիգրան Ավինյանը մեջբերում արեց 24 գիտնականների աշխատաժողովի ընդունած փաստաթղթից։ Երևանի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայությունները՝ սանիտարական, էկոլոգիական եւ գեղագիտական։ Քաղաքի ծառերը, թեղիներ, հացենիներ եւ այլն կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը աղտոտված օդային ավազանի մաքրման, փոշու, օդում կախված մասնիկների կլանման, աղմուկի մեղմացման, գեղագիտական տեսքի եւ այլ նպատակային նշանակության առումներով, այսինքն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները շատ դեպքերում ընդամենը ապահովում են քանակային ներկայություն։ Այս փաստաթղթի հետ կապված, եթե կա գիտական դեբատ, ես մեծ հաճույքով եւս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք, միգուցե այնտեղ կա որոշակի ճշմարտություններ, որ բաց ենք թողել։ Եթե այդ մյուս կողմը գիտական չկա, մնացածը սենց էմոցիոնալ սիրողական մակարդակի խոսակցություններ են, քաղաքից այդ ժամանակը պետք չի խլել։ Զեկուցվեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է առանց թույլտվության տեղադրված 417 գովազդ։ Ապամոնտաժվել են նաև մեծ տեղեկատվական դաշտով 16 գովազդային վահանակ։ Ավագանու արտաքին գովազդի նոր չափորոշիչները սահմանող որոշումն ընդունելուց հետո անցած 1 տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնական տեղադրված 9600 գովազդ։ Նաև նոր չափորոշիչների արդյունքում առանց ֆոնի շենքի ֆասադը չփակող գովազդների օրինակներ ներկայացվեցին։ Երևանում տեսողական այդ աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություններ եւ փաստացի այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք։ Հասարակական տրանսպորտի երթևեկությունը, ճանապարհային նշանների, արտաքին լուսավորության լուսատուների տեսանելիությանը եւ բակային տարածքներում աղբատար մեքենաների մուտքը խոչընդոտող ծառերի էդման աշխատանքների վերաբերյալ նշվեց, որքան հասցեի մասին տեղեկություն ստացվել է, խանգարող ճյուղերը հեռացվել են։ Կարծում եմ աշխատանքները կմեկնարկեն մի 15 օրից եւ ամբողջական տերևարձակումը կլինի։ Կարծում եմ այստեղ խնդիր կունենանք երթևեկության նշանների հետ կապված։ Հենց տերևարձակումն եղավ, կիրականացվեն նաև այդ աշխատանքները։ Ազատության հրապարակի արտաքին լուսավորության ցանցի բարելավման աշխատանքներն ավարտված են, տեղադրվել են հենասյուներ, դրանց վրա էլ LED լուսատուներ։ Օպերայի շենքի գեղարվեստական լուսավորության վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Մենք ունենք էսքիզային տարբերակը, այսինքն այն ինչ որ ուզում ենք որպես վերջնարդյունք տեսնել, այդ տարբերակը ներկայացվել է նաև կրթության, գիտության եւ սպորտի նախարարությանը, այնտեղ հավանության արժանացել եւ Պարոն Թևոսյանը ունեցել է մի քանի հանդիպումներ, քննարկումներ հենց մասնագիտացված նախագծող կազմակերպությունների հետ, տվյալ էսքիզի հետ կապված եւ տվյալ էսքիզը հենց մասնագետների կողմից հավանության արժանացել, բացի նախարարությունից եւ հենց այս էսքիզի շուրջ այդքան հայտարարել է մրցույթ 2 շաբաթվա ժամկետի մեջ։ Քաղաքապետը հանձնարարեց արտիականացնել Մայր Հայաստան հուշարձանի լուսավորությունը։ Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում էլ հանձնարարեց ապահովել, որ մետրոպոլիտենում թվային լուսատախտակի վրա ուղևորները կարողանան տեսնել, թե գնացքը երբ է հասնելու կայարան։ Աննա Զախարյան, լուրեր։